Բարելույս առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, մենք շատ ուրախ ենք, որ այսօր այս պայծառ արևոտ տրամադրությամբ կարող ենք ձեզ ողջունել։ Մենք ենք Սուրենը եւ Սոնան։ Բարի լույսի էլի Սուրեն, բարի լույսի էլի հեռուստադիտողներ, այո, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, մենք սիրով ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք, որպեսզի ձեր առավոտը սկսեք մեզ հետ միասին։ Այո, այս առավոտ լավ տրամադրությամբ, ժպիտներով եւ իհարկե միայն արևներով ձեզ ողջունում ենք եւ մտածում, որ կարելի է ամառային այս օրն էլ դարձնել ավելի հետաքրքիր։ Ճիշտ է, միշտ մտածում ենք, վայ, աշխատանքի ենք եւ ամբողջ օրը պիտի անցկացնենք աշխատավայրում, հետո արդեն հոգնած գնանք տուն, բայց քանի որ մենք երևանցիներս եւ ընդհանրապես Հայաստանում բնակվող յուրաքանչյուր հայ կարող է իրեն թույլ տալ երեկոյան մի քիչ զբոսնել բնության գրկում կամ պարզապես քաղաքում, որևիցե հետաքրքիր տեղ սուրճ վայելել եւ այս ամենը կազմակերպել օրվա հաճելի ավարտի հետ միասին։ Դե սկիզբն էլ մեր կողմից ձեզ։ Այսօր հունիսի 11-ն է, օրը չորեքշաբթի եւ ես սիրով տեղեկացնեմ, որ Ֆրանսիայի Անսի քաղաքում հունիսի 8-ից 14-ը կկայանա Անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա Օցի ապուր կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով։ Օցի ապուր ֆիլմը ԲԱԴԱ ընկերության առաջին նախագիծն է, որը ստեղծվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի եւ պրոդյուսեր Ռաֆի Մովսիսյանի Օցի ապուր կարճամետրաժ դեբյուտային անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է աշխարհի ամենահեղինակավոր անիմացիոն կինոփառատոնի Անսի կարճամետրաժ ֆիլմերի հեռանկարներ մրցութային բաժնում։ Հաջողություն մաղթենք մեր հայրենակիցներին եւ հենց հիմա տեղափոխվենք Մայրաքաղաքի երթևեկություն եւ տեսնենք, թե այս ժամին ինչպիսին են փողոցները։ Այնքան սարսափելի չի Սոնան, ոնց որ երեք էր, բայց խցանումներ կան, շատ սարսափելի խցանում կա Աթենքի փողոցում։ Եվ իհարկե խցանումները Կիևյան կամուրջ, Բարեկամությունից Բաղրամյան իջնող հատված, Օրբելի եղբայրներ փողոց, Վաղարշյան փողոց, Կոմիտասի փողոտա երկկողմանի փոքր կենտրոն, Սարալանջ իր լանջերի հետ միասին Մասիվի հատվածում, բացի ավելի շատ կենտրոնացած է կենտրոնում։ Խցանումները հասկանանք Իսակով փողոտայում էլ կա, այո, այս պայդրությամբ խցանում։ Վթար ունենք Սեբաստիա փողոցից դեպի իջնող հատվածը, հա, Գարեգին Նժդե մետրոյի գնացող հատվածում ունենք, Բագրատունյաց փողոցում այս ավելի ճիշտ, այո, եւ դրա հետևանքով էլ կա խցանում, այնուհետեւ նաեւ երրորդ մասի հատվածում որոշակի տեղեր կան խցանումներ։ Սարսափելի չէ այդքան խցանումները, բայց կարող եմ ասել, որ որոշակի առումով արդեն անհարմարություն կա փողոցներում։ Դե այս պահին ունենանք կարճատև դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք առաջին ծրագիրը։ Դե լավ ուրախ պայծառ տրամադրությամբ ձեզ նորից ասում ենք բարի լույս եւ չենք մոռանում, որ առավոտը սկսում ենք մեզ հետ միասին սուրճ, թեյ, այն ինչ որ նախընտրում եք, դե նախաճաշ, ինչպես միշտ մեզ ասում է Ադրինեն։ Եվ իհարկե երեկոն էլ փորձեք ավարտել հենց այդ նույն տրամադրությամբ ու ռիթմերով եւ որպիսի տրամադրություն լինի բարձր բրիզը։ Ռոզե Փրփրուն գինին Իջևանի գինոգործանի կողմից համոզված եմ երեկոյի ամենագեղեցիկ համադրությունն է լինելու։ Եվ գինու հետ չմոռանաք առանձնացնել պանիրների լայն տեսականի, որը առաջարկում է Լոլա ընկերությունը։ Այս ընկերությունը առաջարկում է նաև անարատ կաթից պատրաստված կատնամթերք, իսկ առավոտները կատնամթերք օգտագործելով սկսելը պարտադիր է։ Այո, սկսեք օրը լավ տրամադրությամբ, ավարտեք լավ տրամադրությամբ, դե առջևում էլ արդեն գալիս է շաբաթ կիրակին, փորձեք մտածել, թե որտեղ կարելի է անցկացնել, եթե այդ հարցի պատասխանը անընդհատ ձեզ տանջում է, եւ չեք գտնում, ապա օգնության է հասնում մեր գործընկերը Արթուրը։ Մենք ուղղությունը բռնել ենք դեպի Գարդին, իսկ բոլորս գիտենք, որ Գարդին հարուստ է իր պատմական ու տեսարժան վայրերով, ու հենց Գարդիում է գտնվում Mountains Mirror Guest House-ը, իդեալական վայր բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հեշտ հասանելիություն ունենալ Երևանի հետ։ Մի
մի բան կարող եմ հաստատ ասել, որ սա յուրահատուկ դիզայնով հյուրատուն է, որը համատեղում է էսթետիկան, հարմարավետությունը եւ իհարկե խաղաղությունը։ Իսկ արևն այստեղ ուղղակի լուսավորություն չէ, այն ուղեկից է, որի շողերը բերում են լռություն, պարզություն ու անխոս խաղաղություն։ Ասեմ, որ Mountains Mirror Guest House-ը ընդունում է 4-ից 6 անձ։ Սա առաջին հարկի սենյակն է, իսկ իմ սենյակը գտնվում է երկրորդ հարկում, որպեսզի լեռների հզորությունը ել ավելի մոտ զգամ։ Mountains Mirror Guest House-ը ուղղակի հյուրատուն չէ, այն լեռների հպարտ հայելին է, որը կրկնվում է այստեղի ապակյա պատերին։ Ու հենց այստեղ ես հասկանում, որ լեռները միայն տեսարան չեն, նրանք քո մշտական ընկերներն են այստեղ, որոնք յուրահատուկ են դարձնում այստեղի ոճն ու բնույթը։ Իսկ Mountains Mirror Guest House-ի բակը առանձին աշխարհ է, լողավազան, ամառային խոհանոց, մանգալ, դե ինչ ես գնամ պատրաստվեմ, որպեսզի օգտվեմ այս հարմարավետություններից, վայելեմ արևն ու այս լեռնային տեսարանը։ Ուր գնալ, դե իհարկե Mountains Mirror Guest House, արևի ու լեռների ուժը մոտիկից զգալու համար։ Ահա, շնորհակալություն Արթուրին հերթական հրաշալի առաջարկի համար, դե այսօր չորեքշաբթի է եւ ինչպես ասում են, չորեքշաբթին փոքրիկ ուրբաթ է եւ կարելի է արդեն հանգստյան օր կազմակերպել եւ եթե աշխատանքային է ձեզ մոտ այս 3 օրը, ապա նախաձեռնեք այս ամենը շաբաթ կիրակի համար, ես վստահ եմ հիանալի ժամանակ կանցկացնեք, եւ ինչպես կադրերն էին հիանալի, վստահ եմ նաեւ, որ շատ գեղեցիկ նկարներ կունենաք այն բոլոր վայրերում, որը խորհուրդ է տալիս մեր շատ սիրելի գործընկերը Արթուրը։ Այո, պետք է հետևել Արթուրի խորհրդին եւ ընդհանրապես պետք է փորձել կազմակերպել ճիշտ ամառային տրամադրությունը, եթե իհարկե այս տարի չեք կարողանում իհարկե երկրից դուրս գնալ կամ քաղաքից դուրս գնալ, ապա կազմակերպեք հանգիստը ձեր իսկ բնակարանում հաճելի տրամադրությամբ, հաճելի ֆիլմերի ուղեկցությամբ, օրինակ արդեն Netflix-ը հրապարակել է, որ շատ շուտով արդեն դուրս է գալիս Squid Game-ը, հենց այս ամսվա 27-ին եւ հասանելի կլինի արդեն ֆինալային սեզոնը բոլորին եւ նոյեմբերին էլ Stranger Things-ը արդեն դուրս կգա իր վերջին սեզոնով, այնպես որ շատ ու շատ սթրիմինգային հարթակներ արդեն ներկայացնում են իրենց նոր հեռուստասերիալները կամ սիրված հեռուստասերիալների նոր սեզոնները։ Ես օրինակ Netflix-ով հիմա դիտում եմ Սիրենը, որը շատ լավն է, Ջուլիանա Մուրն է խաղում, ամենասիրելի ու ֆավորիտ դերասանուհին է եւ ես համոզված եմ, որ հիանալի սերիալ է, առաջին սերիան արդեն նայել եմ, անհամբերությամբ սպասում եմ, որ մի հանգիստ ժամանակահատված ունենամ եւ շարունակեմ մնացած 5 սերիաները նույնպես։ Դե օրերս ընթերցեցինք նաեւ հեռուստադիտողների համար, որ Սատանան կրում է Պրադա ֆիլմը կունենա երկրորդ շարունակություն, երկրորդ մաս, բայց դա արդեն կլինի 2026 թվականին։ Իհարկե դեռ ժամանակ շատ կա, բայց ես շատ ուրախ եմ, որ այս հրաշալի ֆիլմը ունենում է շարունակություն, որովհետեւ իսկապես իր ժամանակահատվածում հիթային ֆիլմ էր եւ ամենադիտվածներից մեկն էր։ Այո, իհարկե, ֆիլմերը շատ են, շատ լավն են, սթրիմինգային ալիքները ներկայացնում են, դե դուք էլ փորձեք հետևել այդ ամենին, դե այս բան մի քիչ ռիթմ էր մեր եթերում, հետո արդեն շարունակենք ծրագիրը։ Ահա, նույն երաժշտական տրամադրությամբ շարունակում ենք մեր եթերը եւ ես իրավ ուզում եմ տեղեկացնել, որ Civil Art մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի ակումբի աջակցությամբ մեկնարկում է Հուսո Արագած տեղինակային երգի միջազգային 11-րդ փառատոնը։ Հայտերի ընդունմանը հաշված օրեր են մնացել, իսկ մինչև այդ ընտրական փուլի սպասվող համերգի եւ փառատոնի մասին
կզրուցենք մեր շատ սիրելի հյուրի հետ։ Այո, ես շատ սիրում եմ նրան ներկայացնելուց միշտ ասել բարդերից ամենապարզը եւ իհարկե ամենագնդապետը։ Այսօր մեր տաղավարում է Հուսո Առագաստ 2025 եղանակային երկի միջազգային փառատոնի ժյուրի երգահան հրաշալի մարդ գեղեցկուհի Արմինե Հայրապետյան։ Բարի լույս, սիրելիներ, շատ լավ, շնորհակալություն։ Շատ հաճելի անակնկալ էր, երբ ինձ ուղարկեցին ձեզ մոտ տաղավար, ու ես բացահայտեցի, որ դուք եք հաղորդավարները այս հաղորդման։ Ճիշտ ասած չգիտեի ուր էի գնում, ինձ ասացին պետքա գնաս եթեր, եւ ես իհարկե Սուրեն ջան մեծագույն երջանկությամբ եկել եմ մի քիչ պատմելու, կիսվելու ամառային տրամադրությունը ձեզ փոխանցելու, թեպետ դուք ինքներդ ամառային տրամադրության մեջ եք, բայց ես այսպես ներքին թրթիռով եմ արդեն լեցուն, որովհետեւ պատկերացնում եմ թե ինչպիսի արխիվում ինչպիսի փառատոն է սպասվում, մենք արդեն բավական շատ հայտեր ունենք, հետաքրքիր բավական հետաքրքիր կազմով հուսամ եւ շատ հույս ունեմ որ հանդիսատեսը ովքեր հիմա դիտում են մեզ հնարավորություն կունենան Սևանում նույնպես ունկնդրելու նաեւ հորդորում եմ շատ հորդորում եմ որ մնացել են ընդհանրապես իսկապես հաշված օրեր 4 օր մինչեւ հայտերի ընդունումը եւ փառատոնի ամենամյա կարեւորագույն անելիքը բացահայտել նոր անուններ ստեղծագործողների թվում այն կատարողների, ովքեր հեղինակային իրենց հեղինակային ստեղծագործություններն են կատարում, երբեմն եւ շատ հաճախ։ Նրանք բացահայտվում են այսպես թաքուն մանուշակների նման թաքնված ինչ-որ կերպ եւ այս հարթակը այն միջավայրն է, որտեղ մենք ուզում ենք իրենց հնարավորինս լավ բացահայտել, իրենց բույրով, իրենց գույնով եւ բոլոր հնարավոր գեղեցիկ ելևէջներով։ Դուք այնքան բարի մարդ եք, ինձ հետաքրքիր է ժյուրիի այդ պարտականությունը ոնց եք վերցնում։ Հենց այդ ձևով եմ վերցնում, ճիշտն ասած, բոլորի համար պայքարողը հիմնականում եղել են հետաքրքիր դեպքեր այս տարիների ընթացքում, երբ ունեցել ենք բավական հետաքրքիր, երբեմն վիճելի մասնակցության խնդիր, ասենք ժանրային մի փոքր կարող է անհամապատասխանություն լինել, իրականում այստեղ ժանրի նկատմամբ բավական լուրջ խստություն կա եւ խոսքի եւ մեղեդու համահունչ լինելը եւ խոսքը հայերեն, հայեցի ըստ էության, այսինքն աշխատում ենք հնարավորինս այն մաքուր ձևով ընկալումը ներկայացնել եւ աղճատված չլինի, բայց երբեմն կան ստեղծագործություններ եւ դա մեր այսպես շատ լուրջ կայացած հեղինակ կատարողների գործերում նույնպես կան, երբ խոսքը պիտի կենթանի լինի։ Ես ինքս խոսում եմ շատերի համար մի քիչ ընդգծված թերևս գրական, բայց ես դա հատուկ ընդգծված չեմ անում, ուղղակի իմ խոսքն է այդպեսին, ես այդպես մեծացել եմ, այդ մշակույթով եմ ապրել։ Եվ գտնում եմ, որ գեղեցիկ խոսելը միշտ հաճելի է, գեղեցիկ խոսք լսելը մշտապես հաճելի է, իսկ առավել եւս այս օրերին, երբ մենք այս տարիների ընթացքում, երբ մենք տեսնում ենք բազմալեզվյան հասարակության, ես ինքս բազմալեզվյան մարդ եմ, բայց մեծ հարգանքով եմ մոտենում յուրաքանչյուր լեզվի եւ յուրաքանչյուր լեզվի մեջ չափից ավելի լուրջ վերաբերմունք կա լեզվի մաքուր հնչողությանը։ Ինչու ենք մենք արհեստականորեն աղճատում լեզուն եւ սխալ ձևաչափերով, սխալ վերջավորություններով կամ գոյություն չունեցող քերականական նոր ձևաչափեր ստեղծում։ Այդ տեսակետից միշտ կա այդ լրջագույն մոտեցումը փառատոնի ժյուրիի որոշակի, ասենք, ներկայացուցիչների մոտ եւ կան ներկայացուցիչներ, ովքեր հատկապես դիտարկում են մեղեդայնության եւ խոսքի մեղեդի համահունչ լինելու հարցը, բայց ինչու եմ այս ամբողջ նախաբանը տալիս, որ միևնույն ժամանակ պետք է նաեւ հասկանալ, որ կան դրվագներ, երբ խոսքի մեջ փոքրիկ, այսպես նյուանսներով ընդհանրապես իրեն ավելի ինքնատիպ, ինքնօրինակ, իր վիճակի մեջ ճիշտ լինելու համար բովանդակային ինքը կարող է համապատասխանել։ Եթե այդ նրբիկ համապատասխանությունը կա, ես կարծում եմ նույնիսկ այդ նմանատիպ էքսպերիմենտները կամ փորձերը կարող են հետաքրքիր լինել եւ եղել են դեպքեր, երբ որ ես պայքարել եմ մասնակիցների համար, ում աշխատանքը ավելի էքսպերիմենտալ է եղել, ավելի փորձարարականի մոտեցող, որովհետեւ կարծում եմ, որ այս ժանրը քարացած ժանր չէ այնուամենայնիվ, թեպետ ինքը բավական հին եւ մշտապես մարդու հետ գոյություն ունեցող երևույթ է, որովհետեւ սկսած այդ քնարահար, տավղահար հիմն երգողներից, որոնք հազարամյակների վեր երգում էին հիմներ, իրենց այն ժամանակ դա հիմն էր կոչվում, ասքեր, բալադներ, հերոսների մասին նրանք կատարում էին այսպես շրջիկ մարդիկ, ովքեր պատմում էին բանավոր պատմությունը, այն ժամանակ պատմությունը պատմողները բարդեր
բարդերն են եղել պաստորեն էլի։ Ես ուզում եմ բարդերը մի քիչ խրատեմ, Ժորժ ջան, դու Հնամյա պատմություն կա, այո։ Իհարկե այդ ձևաչափից եկող ինքը որոշակի փոփոխություններ կրել է, բայց միշտ ներկայացրել է ճիշտ ժամանակը։ Այդ ժամանակի իրավիճակը, այդ ժամանակի լույսը, գույնը, հասարակ մարդու կյանքն է ըստ էության ավելի շատ ներկայացրել, եւ ես կարծում եմ այդ տեսակետից պիտի շարունակի այդպեսին լինել, այսինքն վերամբարձ տոնը արհեստական է դարձնում բարդի ստեղծագործությունը։ Փառատոնը նրա համար է, որ ոչ թե հենց բարդերում արդեն կայացած հեղինակ կատարողները ներկայանան ու ներկայացնեն, այլ նոր անուններ բացահայտեն։ Ամեն տարի հաջողվում է նոր բարդեր գտնել, ծիլեր գտնել, որոնք հաստատ մեծ ճյուղեր են տալու։ Շատ լավ բառ օգտագործեցիք, սիրում եմ երևույթը ծիլ երևույթը եւ բառը ծիլ ճիշտ արտացոլում է հենց այդ խնդիրը, որ մենք ուզում ենք եւ դրել ենք մեր առջեւ, այս անգամ Էդվարդ Զորիկյանը ասում էր անգամ պետք է մտածել մի նոր անվանակարգ, որտեղ երևի թե ամենափոքրիկ առագաստի անունով միգուցե, որովհետև հենց ծիլեր ունենք շատ վերջին տարիներին բավական ակտիվացել են, ինչի ինձ համար չափազանց ուրախալի է, ակտիվացել են սկզբից ուզում եի ասել երիտասարդներն ու պատանիները, հիմա պիտի ասեմ երեխաները։ Անցյալ տարվա փառատոնին կոնկրետ այնքան շատ էին։ Իհարկե կատարողների թվում իրենք ավելի շատ էին, բայց նաև կան ստեղծագործողների մեջ, ինչը նախ եւ առաջ զարմանալի չէ, ճկուն մտքով երեխեք ունենք եւ տաղանդավոր երեխաներ ունենք շատ, բայց հաճելի է, որ իրենք քաջություն են դրսևորում իրենց ստեղծագործությունը ցույց դնելու։ Ես ինձ հիշում եմ բավական մեծ դժվարությամբ, թեպետ շատ դժվար է ասել, երևի թե առաջին հայացքից ոչ ոք չի պատկերացնի, որ ես կարող եմ վարանած լինեմ երբևէ, բայց հավատացեք, ես շատ մեծ դժվարությամբ եմ ամեն ստեղծագործությունը դողդողալով ներկայացրել, որովհետեւ միշտ վախեցել եմ ոչ թե ծիծաղի առարկա չլինելուց, այլ որ իմաստ ունենա, ինչի համար եմ դա ասում, չէ՞ որ բազմիցս արդեն երկվել է սիրո մասին, բնության մասին, անընդհատ այդ թեման թվում է թե արդեն վերջ։ Ժակ Բրելից հետո ասվեց ամեն ինչ սպասումի մասին, կամ ստվեր լինելու մասին, կամ Ռուբեն Հախվերդյանից հետո ասվեց ամեն ինչ Երևանի գրավչության, Երևանի գիշերների եւ ամեն ինչի մասին, չէ, բայց միևնույն է միշտ կա այդ նոր ասելիքը։ Եվ այնտեղ, երբ այդ ասելիքը յուրահատուկ գույն է հաղորդում, այ դա իհարկե բացառիկ իսկապես տաղանդն է, երբ որ մենք կարողանում ենք գտնել ոչ թե մտքի կրկնություն, ոչ թե երաժշտական ինչ-որ հնարքների կրկնություն, այլ իսկապես մաքուր, ազնիվ, բյուրեղյա միտք եւ խոսք։ Իսկ դա տարիք չի ճանաչում ըստ էության։ Ինձ համար եւ կարծում եմ իմ ընկերների համար նույնպես ամենագրավիչն այն է, որ այո, տարիքը բավական երիտասարդացել է, բայց մենք ուզում ենք նաեւ այդ ամենի մեջ շարունակել պահել լուրջ մոտեցումը եւ երեխաները նույնպես նույն լրջությամբ են մոտենում։ Ուրախալի է նաեւ, որ ավակ սերնդի ներկայացուցիչներ նույնպես ովքեր երբևէ հանդես չեն եկել, իրենց ստեղծագործություններով հայտնվում են, գալիս են եւ քաջաբար ներկայացնում, պետք է գտնել իրենց։ Դե եկեք նաև մեղեդին գտնենք այս առավոտվա։ Հույս ունեմ, որ ձեզ դուր կգա, Սուրեն ջան, լավ իմանալով, թե դուք հատկապես ինչ եք սիրում իմ երկացանքից, բայց դրա նման մի բան է եւ ամառային թեմաների մեջ շատ համահունչ, ես երբեմն երբ փնտրում էի իմ թեմաները, դրանք գտնում էի տարբեր բնության երևույթների մեջ, բայց նաև մեր մշակույթի յուրահատուկ գողտրիկ անկյուններում կան այդպիսի բաներ։ Այս մեկը համբարձման տոնին է նվիրված, բայց ոչ թե համբարձման տոնին հատկապես, այլ դուք կհասկանաք արդեն։ Ինչի մասին է երգում կինը, սիրո։ Կակաչը բացվել է, հերով պատել է, սարալանջը մոտիկ, դեղին է լույսը, իմ մոմի լույսը, արևի մի շողիկ, կխաղամ նազանքով, հակուստիկ հղանցքով, միջարաճը ճիհովիկ, համբարձման կիրակին է, հույսը անգին է, հնչեց մի անուն, զարկեց մի սրտիկ, վայ վայ հրեն, տղերքն եկան,
Գուժը պահեք չգողանան յոթը աղբրի ջուր է առած մեջը գողտրիկ սեր է պահած վիճակը հանել է նստելու սպասել է իր սրտի միակին միակն էլ ելել է թողել գնացել է Սարերից էլ անդին ու ինչպես իմանա սիրտը չի դիմանա որ նա էլ չի գա հանուն մի ուրիշ է կաղճկա վայ վայ հերեն տղերքն եկան Գուժը պահեք չգողանան յոթը աղբրի ջուր է առած մեջը գողտրիկ սեր է պահած բաց երկնքից աստղու լուսին ջուր են մաղում ծամուսին ջերմակեցեն ոսկի վարսը ուր կորավ մեր նորահարսը վայ վայ հրեն տղերքն եկան Գուժը պահեք չգողանան յոթը աղբրի ջուր է առած մեջը գողտրիկ սեր է պահած Բրավո Շատ սիրուն երգ։ Ես մի զարմանում եմ թե Արմինեն ինչպես է կարողանում այսքան sense մի տեսակայո նուրբ էներգիան մի ուրիշ ձև արևով շատ ցանկացած գործ որը նույնիսկ եթե մի քիչ էլ տխուր է բայց մեկա դու այսպես հույսով լեցուն ես լսում Արմինե սա այն ոչն է որտեղ միտքն ու խոսքն են առաջին պլանում եւ բարդերը պատմիչներ են ամեն մի երգ մի պատմություն է սկիզբ կուլմինացիա ավարտ ստացվում է այնպես որ գիտարը վերցնեք ու պատմություն չլինի խոսքերը չհերիքեն լինում է այդպես եւ դրանք երբևէ չեն ներկայացվել եղել են երկեր այսինքն միտք եկել է եղել է մեղեդի բավական լավ մեղեդի որ իր ապրումներն այնքան շատ են որ դեռ մաղվելու կարիք կա ինձ մոտ սովորաբար դա լինում է զգացմունքների խտությունից այսինքն պատկերացրեք որ երբ ոսկու հանքում մարդիկ ավազի միջից պիտի ոսկին լվանան, հենց այդ լվացքի պահն է, երբ որ դուք ձեր այդ մաղի մեջ, այդ տաշտակի մեջ այնքան եք այն շարժում, մինչև որ այդ թանկարժեք մետաղը, այդ հատիկները, այդ ավազահատիկները իրենք սկսում են առանձնանալ։ Երկի պահն այն հատվածն է, մենք շատ հաճախ կարող ենք ունենալ եւ դուք շատ լավ հարց տվեցիք եւ նման դեպքերում երբեմն հեղինակները գայթակղվելով մի հատված, մի գեղեցիկ արտահայտության կամ մեղեդու լավ ֆրազի, որը երբեմն իսկապես շատ յուրահատուկ կարող է լինել, իրենք կարող են փորձել այդ բացը լրացնել ինչ-որ շատ կրկնություններով, արհեստական ինչ-որ ձևաչափերով։ Ես նախընտրում եմ նման բաներ չանել, որովհետև դուք եթե տեսնում եք իմ խոսքը խիտ է, ինքը խիտ նկատի ունեմ հաճախ չեն կրկնությունները ձայնարկությունների կամ բանի, ինչու որովհետև երբեմն իհարկե երբ որ մենք ստեղծագործական մշակման կարիք ունենք, դա կարող ենք անել այսպես առանժիրովկայի, բայց արհեստականորեն հագեցնել ես նախընտրում եմ չանել։ Այո։ Շատ լավ, եւ քանի որ դուք ձեր երգերում, հա, պատմություններում միշտ այսպես լուսավոր կետ ունեք, ցանկացած պատմության մեջ, նույնիսկ եթե այնտեղ ամբողջությամբ տխրության ոգսերի մասին է, միշտ կա լուսավոր կետը։ Արմինեին հատուկ լուսավոր կետը։ Զուրեն ջան, ինձ թվում է, որ եթե մենք այդպիսով օրինակ ենք ցույց տալիս մարդկանց, մեր օրինակով, ես սովորաբար ուրիշների վրա չեմ բերում օրինակները, դա քաղաքավարի չէ, այսպես ասած, պատմել ուրիշի պատմություն, ասել այ տեսեք, այսինչ այսպես արեց։ Դու բերում ես քո սեփական օրինակը, որտեղ դու կամ կարողացել ես կամ չես կարողացել հաղթահարել, եւ ձախողումների օրինակները նույնպես դրական օրինակներ են, եւ անգամ երբ որ դրական են այն առումով, որ իրենք կարող են դաս լինել ուրիշների համար, ինչպես չանել, ինչպես
ինչպես չսխալվել։ Կամ ինչպես տեսնել, որ մութ, ամենամութ գիշերից հետո լինելու է անպայման լուսաբացը։ Հակառակ դեպքում մարդիկ շատ հեշտությամբ կարող են տրվել տրտմությանը, փորձություններին, խառնիխուռն ժամանակներին, եւ գիտեք ամենամեծ ունակությունը, որ մարդը ունի, ի վերուստ տրված է ներելու ունակությունը, որ պետք է այսօր ավելի ու ավելի շատ դրսևորել եւ մի քայլ հետ անել այն իրավիճակից, որում դու գտնվում ես, որպեսզի ավելի լայն կարողանաս տեսնել եւ գնահատել եւ այստեղ մի փոքր փիլիսոփայության կարիք կա, ըստեյության եւ մի փոքր հոգեբանության կարիք կա։ Հետեւաբար հեղինակ կատարողի վրա մեծ պարտականություն է դրվում։ Մի անգամ Ռուբեն Հախվերդյանը ասաց հրաշալի կերպով, ասաց այն պահից ի վեր, երբ դու դառնում ես, դա արդեն դառնում է պարտականություն, պարտավորություն, դու ստանձնում ես մի պարտականություն, որից հրաժարվել չես կարող։ Ինչպես ասում է փոքրիկ իշխանը, մենք իհարկե պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ովքեր ում ընտելացնում ենք մեզ։ Միանգամայն տեղին էր այս պահին Սուրեն ջան։ Ձեր բոլոր լսողներին արդեն ընտելացրել եք ձեզ եւ իհարկե ունեք այդ կարևոր պարտավորվածությունը նրանց ամեն անգամ նոր մտքեր նվիրելու։ Ուզում եմ նվիրել Սարգոն, Սպիտակ չոր գինին, կարծում Սևանի ափին, Խարույկի դիմաց, հիանալի տրամադրություն կարող է ստեղծել։ Եվ քանի որ դուք ինքնին ձեր տեսակով, ձեր գործունեությամբ, ընդհանրապես մարդ տեսակով ամբողջությամբ սեր եք, ջերմություն եք, ես ուզում եմ ձեզ նվիրել հենց այս սիրտը, որը կոչվում է սիրում եմ։ Այստեղ իհարկե հայտնի երգերից բառեր են, որոնք կարծում եմ շատ կարևոր են մեզ համար։ Քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել։ Այս բառերը հաստատ կա այն մարդը, ով կարող է այս բառերի հեղինակը լինել ձեզ համար։ Շատ շնորհակալ եմ անպայման սիրով եւ հենց առաջին իսկ հանդիպմանը այսօր սամ։ Շատ լավ է, շնորհակալ եմ։ Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար եւ մենք ձեզ բոլորից սիրով սպասում ենք Սևանի ափին, իսկ հեղինակ կատարողներին հորդորում ենք անպայման չմոռանալ, դիմել հեղինակներին եւ դեռ ժամանակ կա մասնակցել փառատոնին, հրաշալի օրեր են սպասվում։ Շնորհակալություն։ Մենք ձեզ մեծ հաջողություններ ենք մաղթում եւ հատկապես փառատոնին, թող այս տարվա մեկնարկը շատ հիշարժան եւ շատ տարբերվող լինի։ Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ ձեզ։ Պիտի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Ժամանակակից Պարի միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 1-ը։ 5-րդ հոբելյանական փառատոնը տեղի կունենա Երևանում եւ Գյումրիում։ Փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից Պարի, ֆիզիկական եւ վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։ Եվ այս առիթով մեր տաղավարում են ժամանակակից Պարի միջազգային փառատոնի ղեկավար Վալերիա Կասպարովան եւ Հայաստանի պարադիտման մասնակից Թագուհի Մարկոսյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Հետաքրքիր է, ինչ է սպասվում, ինչ է լինելու, ինչի մասին ենք խոսում մենք։ Սա շատ ինչ որ գրավիչ է։ Ամառը նաև փառատոններով է հարուստ եւ հաճելի։ Հա, շատ լավ է, որ Հայաստանը ոնց որ սենց պայմաններ ունի, որ ամառը կարանք յուրեր բերենք, որ իրանք նաև վայել են Հայաստանը ու նաև մեր արվեստը։ Իմ համար շատ կարևոր է նշել, որ արդեն 5 տարի, 5-րդ տարի մեր ժամանակակից Պարի միջազգային, առաջին միջազգային ժամանակակից Պարի փառատոնը անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, նաև այս տարի մեզ միացել է Երևանի քաղաքապետարանը, մենք շատ ուրախ ենք այդ Պաստի արիտով, նաև մեզ արդեն շատ երկար ժամանակ աջակցում է Թատերական ինստիտուտը, շատ մոտ ենք համագործակցում, Ֆրանսիայի դեսպանատունը, Ինստիտուտ Ֆրանսիայի եւ այլն, ու դրա շնորհիվ մենք լիքը տարբեր ծրագիրներ ենք առաջացնում, օրինակի համար մենք արդեն մի քանի ամիս առաջ եղել ենք ձեր մոտ, հենց այդ մեր ծրագրով, որ մենք բակալավրիատ ժամանակակից Պարի բակալավրիատ ենք ստեղծել Թատերական ինստիտուտում, ու դա շատ մեծ քայլ է Հայաստանի համար, որ արդեն իսկ դիպլոմացված մասնագետներ են լինելու հենց այս ոլորտում։ Իսկ այս տարի մենք սենց ձեռք բերում ենք ունեցել, բերում ենք առաջին անգամ Հայաստան բուտոյի մասնագետ, ամենահին մաստերներից մեկը, Կացուրական, ով տալու է իր workshop-ները 4 օրվա Թատերական ինստիտուտում, ես վերջում ցույց կտա իր այդ լաբորատորիի արդյունքները, նաև ինքը տալու է լեկցիա, թե արդյոք ինչն է բուտոն եւ այլն, ու դա Ճապոնիայի այս ոչի առաջին անգամ է Հայաստանում, շատ ուրախ եմ այդ փաստի արյոտով։ Նաև մենք հյուրընկալում ենք մեր արդեն տարվա ընկերներ, օրինակ Կանոն Տատրոնը Ռուսաստանից, Սանկտ Պետերբուրգից, որովհետեւ իրանք նախ Ռուսաստանում ամենահզոր
պարային թատրոններից մեկն են եւ իրանք նաեւ չնայած այս սա աշխարհային վիճակներին, հա, համագործակցում են ուրիշ ազգերի բեմադրողների հետ եւ այսպես մենք նաեւ առաջին անգամ ցույց կտանք հարավ, չէ, յուգ Հարավային Կորեայի խորեոգրաֆի աշխատանքը, նաև մենք ցույց կտանք Լիլիթ Հակոբյանի աշխատանքը, որը շատ հետաքրքիր է, իրանք հանդիպել են առաջին սամիտում ստեղ, եւ այսպես ընկերությունը սկսվավ, Լիլիթ գնաց Ռուսաստան ու բեմադրեց իր բեմադրությունը, որը հիմա Ռուսաստանում մեծ բում է, եւ շատ ուրախ ենք նաև ստեղ ներկայացնել այդ գործը։ Եվ ընդհանրապես, ոնց ասեցիք, արդեն լիքը site specific performance-ներ են լինելու, նաև շատ կարևոր կետը այս տարի, որ մենք սկսում ենք նոր ծրագիրը Summit for Kids։ Այսինքն մեր կազմակերպիչների մտածելակերպով շատ կարևոր է ոչ թե մենակ ցույց տալ ինչ-որ մի բան, այլ նաև ոնց որ աճացնել համ պարողները, համ բեմադրողները, համ հանդիսատեսին։ Այսինքն որ ժամանակակից բառը նաև երիտասարդների, պատանի հանդիսատեսի համար դառնա հասանելի, որովհետև որոշ ներկայացումները լինում է, որ երեխեք ավելի լավը չնայեն, իսկ մենք ուզում ենք sense մի քայլ առաջ անենք նաև պատանի հանդիսատեսի համար։ Ներգրավեք երեխաներին։ Այո։ Ինձ հետաքրքիր է location քաղաքները ոնց եք ընտրել, ինչու մայրաքաղաքը եւ հայրաքաղաքը։ Նախ դե ոնց ասեմ, ես քանի որ ստեղ էկող եմ, այսինքն սփյուռքահայ եմ համարում ինձ, մի տեսակ, չնայած արդեն 5 տարի ստեղ եմ ապրում, ու նկատել եմ, որ ընդհանրապես ամեն ինչ ոնց որ Երևանի շուրջ է ֆրում, որը մի քիչ անարդար է, կարծում եմ, նաև ես որպես Պետերբուրգից լինելով գնացի Գյումրի, սիրահարվեցի այդ քաղաքի վրա, ասի ջան, անձրև, վերջը։ Ամեն դեպքում, օրինակի համար Գյումրիում մենք շատ լավ պարտներներ ունենք, Հայերտաց տան դեմքով, նաև իրանց քաղաքապետարանի դեմքով, եւ մեր նպատակը դեցենտրալիզացնել այդ մեր գործը, որ ոչ թե Գյումրիից, ասենք Աշտարակից, Լորից գան ստեղ, այլ մենք փորձենք մատուցենք այդտեղ։ Ու մենք լիքը այսպես բաներ անցկացրել ենք արդեն իսկ, այսինքն ամեն տարի մենք ինչ-որ մի ուրիշ լոկացիա ենք ընտրում Երևանից դուրս, որտեղ ենք մենք անցկացվում մեր միջազգային ինչ-որ մի մաս։ Նաև այս տարի մենք որոշել ենք էլի Գյումրիի հետ համագործակցենք, որովհետև մեր sense ասած հոբելանական պարատոնն է, դրա համար որոշեցինք էլի անդրադառնանք հին ընկերներին եւ շարունակենք այդպես։ Գյումրիում անցկացվելու է մի հատ site specific performance Ավետիք Իսահակյանի տան-տանգարան մեջ ու ապարելու են Ղազախստանի թատրոնը Samruk Dance Theater էլի մեր ընկերներն են, ովքեր անցած տարի եկել են ու շատ են հավանել թե Հայաստանը, թե մեր պարատոնը եւ որոշել են, որ ուզում են հետ գան իրան հատուկ ծրագրով, նաեւ այդտեղ անցկացվելու մաստեր կլասներ։ Մենք հիմնականում մաստեր կլասներ անցկացնում ենք Երևանում, բայց էլի այս տարի որոշել ենք մենք գնանք դեպի Գյումրի, որ այդտեղ էլ հենց սովորելու հնարավորություն լինի, որովհետեւ մեր մաստեր կլասները դա իմ համար բացառիկ երևույթ է, անվճար են։ Այսինքն մենք ոնց որ բարեգործություն ենք անում, այս ներդրում դեպի էլի զարգացնելու։ Բարի զարգացում։ Թագուհի ինչ է նշանակում պարադիտման մասնակից։ Ես ներկայացնելու եմ Armenian Showcase-ի մասնիկ եմ։ Մեր հայ երիտասարդները հնարավորություն են ունենում Summit միջազգային փառատոնի ժամանակ ներկայացնել իրենց բեմադրությունները եւ կարելի ասել Հայաստանի փոքրիկ դեմքերն ենք էլի մենք, որ կարող ենք մեզ ցույց տալ այդտեղ բեմադրողներ ենք։ Առաջին անգամ եք այս փառատոնին Ոչ, երկրորդ անգամ։ Իսկ փորձառությունը ինչպիսին է։ Շատ հետաքրքիր է, նախ դու շփվում ես տարբեր երկրի պարողների հետ, բեմադրողների հետ, շատ հետաքրքիր է։ Փորձի փոխանակումը շատ է, ինչը ամենակարևորն է ինձ համար, իմ կարծիքով դա շատ կարևոր է։
Նաև մենք փորձում ենք նենց դասավորենք, որ մեր արտասահմանյան հյուրերը կամ ինչ-որ մի պարային կամպանիայի տնօրենները եւ այլները, ասենց մեծ ներկայացուցիչները նաև նայեն Armenian Showcase-ը, որ բացահայտեն իրancs համար ջահել երիտասարդ բեմադրողներին եւ կարող է ինչու ոչ տանեն իրանց պարատոններին, իրանց կամպանիաների վրա բեմադրել, որովհետեւ մեր գլխավոր նպատակը հենց Armenian Showcase-ն է։ Այսինքն ոչ թե մենակ այլ երկրից բերել լավ պարողներ, լավ բեմադրողներ ու ցույց տալ թե ոնց է լավը, այլ ընդհակառակը ցույց տալ, որ Հայաստանում էլ լավը կա ու զարգանում է եւ համեցեք մենք էլ ենք ուզում այդ մակարդակի վրա դուրս գանք ձեր հետ հավասար։ Ինձ այստեղ շատ հետաքրքրեց քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրեր։ Որն է դա, որտեղ եք ապրելու։ Գոյություն ունի այսպես ոչ site specific-ա կոչվում, ինքը հենց պարային բեմադրությունը, որը հարմարվում է ցանկացած տեղին, օրինակի համար, եթե մեզ ասեին այստեղ անենք ներկայացումը, մենք ամեն ինչը պետք է օգտագործենք, ինչ տեղ դրած է, ամեն ինչ պետք է անենք։ Եվ մենք այս տարի աշխատել ենք, ոնց ասացի, Գյումրիում օրինակ համար Ավետիք Իսահակյանի թանգարանում, նաև մենք Երևանում անցկացնել ենք 2 հատ շատ հզոր site specific ներկայացում, մեկը լինելու Ազնավուրի հրապարակի վրա, որը լինում է համագործակցություն նկարիչների միության հետ, այսինքն մեր հյուրերը ապրելու են դրսում, հենց հրապարակում, իսկ նկարիչները շուրջը նստած նկարելու են հենց այս ընթացքում, ու մենք կտեսնենք արդյունքները ինչն են լինելու, նաև մենք այս տարի առաջին անգամ համագործակցում ենք համազգային պատկերասրահ, ճիշտ եմ ասում։ Այո։ Լավ եմ արել։ Համազգային պատկերասրահի հետ եւ այդտեղ կակրաս այդ Summit for Kids ներկայացնում է The Dictionary of Obscure Sorrows աշխատանքը, որը լինելու աշխատացնելով իրանց աստիճանները, էլի պատկերասրահ կոնկրետ եւ մեր հյուրերը նաեւ այդ տոմս ունենալով կունենան հնարավորություն ամբողջ պատկերասրահը ուսումնասիրեն։ Նաեւ շատ կարեւոր է նշել, որ հայկական շոուքեյսի մեջ էլ եւս արդեն մտել է site specific ոճը ու մյուս մեր ներկայացումը բացելու հայկական շոուքեյսը հենց թատերական համազգային թատրոնի ֆոյեում, որը պետք է էլի օգտագործեն ամբողջ տարածքը։ Մաքսիմալ պարային եք դարձնում հենց այդ օրերը եւ ամենակարևորը, որ ժամանակակից պարերը, որոնք արդեն աշխարհում բավական տարածում ունեն եւ օրեցօր զարգանում են, մեզ մոտ նույնպես։ Ես ունեմ ընկերներ, ովքեր այդ ոլորտում են եւ կարող եմ վստահ ասել, որ մենք էլ ենք լավագույնների շարքում եւ առավել եւս երիտասարդությունը, որ այդ ամենով տարված է, հաստատ արժանի ավելի բարձր լեվելների, որոնք աշխարհում կան, այնպես որ բրավո, ապրեք։ Ուզում ձեզ նվիրել Իջևանի Սարգոն սպիտակ չորգինի, որպեսզի հենց այդ փառատոնի ընթացքում պարզապես արտասովոր վայրերում բարը վայելելուց հետո վայելեք նաև այս գինին։ Շնորհակալություն։ Եվ դրամատրություն եմ ուզում ձեզ նվիրել, բացիկներ, որոնք հենց նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Առաջին Անդրեի երգի խոսքերով են իմ սերը քեզ թևեր թող տա։ Երկրորդը իհարկե Արսեն Սաֆարյան, «Էս ինչ սիրուն ես, անհավանական գեղեցկուհի, դու խնդացնում ես ինձ ամեն պահին»։ Շատ ձեզ։ Շնորհակալ եմ։ Օֆիսի ձեր տրամադրությունը լինի շատ բարձր։ Մերսի շատ։ Շնորհակալ ենք ձեզ։ Հաջողություն ենք մաղթում փառատոնին։ Մերսի։ Շնորհակալ ենք։ Դե ինչ, հիմա կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը բարձր տրամադրությամբ եւ շատ երաժշտական առավոտ ստացվեց մեզ մոտ եւ ինչն է հրաշալի, բազմիցս նշում եմ եթերների ժամանակ, որ մեր հեռուստադիտողը շատ առանձնացնում է հատկապես այն փաստը, որ մենք եթերների ժամանակ անդրադառնում ենք այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում մայրաքաղաքում եւ մայրաքաղաքի սահմաններից դուրս։ Եվ հրաշալի առիթ ենք ստեղծում, որպեսզի մարդիկ կարողանան պլանավորել իրենց ամառը յուրաքանչյուր եղանակը եւ կարողանալ մշակութային իրադարձություններով ապրել, ինչը մեր մայրաքաղաքը վերջին տարիներին հատկապես շատ մեծ առիթներով տալիս է մեզ։ Այո, փառատոնային շրջան է ամբողջ քաղաքում եւ ամբողջ հանրապետությունում կարելի ասել, այնպես որ վայելում ենք այդ բալետային հրավառությունը, բացօթյա տրամադրության մեջ վայելում ենք իհարկե բոլոր այն գեղեցիկ համերգային երեկոները, որոնք կազմակերպվում է, որոնք նաեւ հենց թատրոնները կամ անսամբլները ներկայացնում են եւ այս ամենը մատուցում է շատ գեղեցիկ, նրբաճաշակ եւ հետաքրքիր տրամադրության մեջ, այնպես որ փորձեք գտնել ձեզ համար ամենասիրելի զբաղմունքը, նոր ներկայացումներ, նոր ֆիլմեր, նոր տրամադրություն
եւ այս ամենը մեր մայրաքաղաքում եւ ամենակարևորը արդեն քաղաքից դուրս եւ ինչպես արդեն հասկացանք մեր հյուրի հետ, որ նաեւ սպասվում է հուսու առագաստը, Սևանում, Խարույկի առջև, լավ տրամադրություն եւ այս ամենը շատ ավելի այսպես բարդային ռիթմերով, հեղինակային կատարումներով եւ նոր անուններով, որոնք շատ կարեւոր են հենց այս տրամադրության համար, չէ՞։ Իհարկե, եւ չմոռանանք, որ օրերս տեղի ունեցավ գինու փառատոնը, որը շատ հայտնի է արդեն մայրաքաղաքում եւ շատ սիրելի ու սպասված, եւ հիշեցնենք եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, որ մենք պատրաստել ենք հատուկ բացառիկ եթեր գինու օրերի այդ ամբողջ տրամադրությունից, որը կարող եք դիտել ուրբաթ օրը, հունիսի 13-ին առաջին ծրագրի եթերում ոչ մի դեպքում բաց չթողնեք, որովհետև ունենալու ենք հրաշալի հյուրեր, ունենալու ենք շատ հատուկ թողարկում, որը ես վստահ եմ, որ բոլորիդ դուր է գալու։ Եվ նաև կազմակերպեք ձեր ամառային հանգիստը, եթե դեռ արդեն նախագծեր չկան, փորձեք կամաց որոշակի մտքեր գեներացնել եւ ավելի իհարկե ընդլայնել, որովհետեւ ինչպես ասում են, եթե միտքը կա, ապա ժամանակի ընթացքում այն դառնում է արդեն ավելի շոշափելի եւ տեսանելի։ Պետք է սկզբում, չէ, միտքը լինի, հետո գնալով այս ամենը ավելի նյութական դառնա եւ շոշափելի լինի։ Այնպես որ Սոնա դու արդեն տրամադրվել ես քո ամառային հանգստին։ Ես ճիշտ ասած ամենաշատը երևի ամենասպասված առիթներից մեկն էլ J-Lo-ի համերգը կլինի այս ամառ, եւ ես անպայման ուզում եմ քեզ հարցնել, դու որ արտիստին կուզեիր տեսնել Երևանում։ Արի ավելի ավագ սերնդից գանք, որովհետեւ վերջին ժամանակների փորձը ցույց է տալիս, որ Երևան, Հայաստան գալիս են հատկապես այսպես կարիերան ավարտելուն մոտ կանգնած արտիստները։ Դե հոնորարներն իջնում են։ Այո։ Գալիս։ Չէ, որ արտիստին որ ուզում եմ Փարքասու գալիս է այս տարի Հայաստան, ես ամենաշատն ահա։ Զենֆիրային։ Դե Զենֆիրան կլասիկա է։ Բայց ես ավելի նախընտրում, չէ, Զենֆիրայիները եմ շատ եմ սիրում, բնականաբար նրա համերգները կուզեմ, բայց J-Lo-ն դե մնում է J-Lo։ Լո։ Եվ ես, այո, Ինքն խառը ասեցիր, ես սկզբում մտածում ինչ որ լրիվ ուրիշ անուն ես տա։ Վերջում եկա J-Lo-ին։ Իսկապես կգնաս համերգին։ Դեռ տոմսեր չունեմ, սպասում եմ տեսնեմ ով կնվիր այդ տոմսերը եւ իհարկե սիրով կգնամ։ Անպայման։ Իսկ ավելի երիտասարդ սերնդից ում կուզես տեսնել Հայաստանում։ J-Lo-ին։ Լավ, դասոր։ Սոնա արի համաձայնվի ինձ հետ, որ նա եւ ավակ սերնդից է եւ ավելի երիտասարդ սերնդից։ Համաձայն եմ շատ, բայց ես առավելից վերջին համերգը տեսել ես։ Վերջին, հենց վերջինը, որ ընդհանրապես մի քանի օր առաջ է եղել, կադրերը կան արդեն համացանցում։ Ահա։ Oh my god։ Հուսանք Երևանում եւս կլինի նման շոու։ Ես կուզեմ ավելի Billie Eilish-ին տեսնել օրինակ Երևանում, ինչը երևի դեռ ֆանտաստիկայի ժանրից է կարծում եմ։ Դե արի ֆանտաստիկայի ժանրը թողնենք մի կողմ, ունենանք կարճ դադար, հետո վերադառնանք եւ ավելի ռեալ թեմաներից խոսենք։ Բարի լույս մեկ անգամ մայոսի հեռուստադիտողներ, շարունակվում է առաջին ծրագիրը եւ բազմիցս խոսում ենք ամառվա լավ կողմերի մասին եւ դրանցից մեկն էլ իհարկե բաց լողավազանն է Hills սպորտային համալիրի, որտեղ Սուրենը պարբերաբար լինում է եւ մեզ շատ հետաքրքիր տեսանյութեր է ներկայացնում։ Ջիջիլ է գցում կարելի է։ Դե այո, մեղմ ասած։ Դե վայելեք ամառը քաղաքում ու հենց քաղաքի ներսում մարզվեք լողավազան, արև, ժպիտներ, արևայրուք եւ իհարկե հիանալի օրվա սկիզբ եւ շարունակություն։ Հիմա էլ տեղափոխվենք հենց Hills։ Առավոտը Hills-ի շրջանակներում ես նորից Hills սպորտային համալիրի բացօթյա լողավազանի մոտ եմ։ Ինձ թվում է, որ ամբողջ ամառվա ընթացքում ես միշտ լինելու եմ այս բացօթյա լողավազանի մոտ, որովհետև սա է իմ տարերքը։ Դե, եթե դուք էլ ցանկություն ունեք ամառային հրաշալի տրամադրությունը վայելել հենց քաղաքի ներսում եւ հիանալի հարմարություններով, ապա միանգամից գալիս եք Hills այսօր։
Իլ սպորտային համալիրի բացօթյա լողավազանում կա բոլոր հարմարությունները, հատկապես հենց եթե գալիս եք հանգստանալու երեխաների հետ։ Հավատացած եղեք, որ այստեղ 24 ժամ հետևողականություն կա հատկապես երեխաներին։ Այնպես որ հանգիստ ձեր օրվա ամբողջ հանգիստն անցկացրեք հենց այստեղ Իլ սպորտային համալիրի բացօթյա լողավազանում։ Եվ բացի այս ամենից, իհարկե Hill սպորտային համալիրում 73-ից ավելի մարզումներ կան, որոնցից կարող եք ընտրել ձեր ամենահոգեհարազատը, ձեզ ամենահոգեհարազատը եւ հետո միայն մարզվելուց հետո արդեն բաց լողավազանը վայելեք։ Եվ եթե մտածում եք, դե ես լողանալ չգիտեմ ոնց գնամ, դա խնդիր չէ, նախ այնտեղ անընդհատ կան մարդիկ, ովքեր լողավազանի շուրջ պտտվում են եւ հետեւում, որպեսզի հանկարծ ոչ մի անհարմարություն չզգաք եւ բնականաբար արևը, տրամադրությունը շատ լավ են ամառվա համար։ Անցնենք առաջ։ Եվ այն ամենը, ինչը որ ստեղծվում, արարվում եւ ներկայացվում է այստեղ, կոչվում է Made in by Armenia կամ ես հայկական եմ։ Այո, եւ հենց հիմա էլ անդրադառնանք մեր ամենահետաքրքիր էջերից մեկին՝ ես հայկական եմ։ «2017 թվականին մի միջոցառման ժամանակ գործընկերներիցս մեկի հետ պատահական զրույցում իդեա առաջացավ, որպեսզի Հայաստանում եւս հիմնենք օծանելիքների արտադրություն, քանի որ վերջինս իմ ընկերը որը բնակվում է Արաբական Էմիրություններում, շուրջ 35 տարի զբաղվում է օծանելիքագործությամբ։ 2018 թվականին սկսեցինք արդեն նախապատրաստական աշխատանքները եւ 2019 թվականի հունիս ամսվանից արդեն մենք մտանք շուկա։ Օծանելիքների մասին այդպես շատ հիմնավոր տեղեկություններ չունեի, հիմնականում գնումները կատարում էի արտասահմանյան գործողումների ժամանակ, ինչու՞ չէ նաև Հայաստանում, սիրողական, քանի որ ինքս մասնագետ չէի, հիմա էլ ես կարող եմ փաստել, որ դեռևս յուրացնում ենք օծանելիքի եւ օծանելիք արտադրելու ամբողջ այդ գիտությունը։ Երբ որ ես ստացա առաջարկ Հայաստանում հիմնել օծանելիքներ, դա եղավ այն բանից հետո, երբ ես պատմեցի, որ մեր ընտանիքը, ազգը մոտ է եղել օծանելիքներին եւ դեռևս 1700-ական թվականներին պատրաստվել են տարբեր թուրմեր, յուղեր եւ սա որպես լեգենդ, սա որպես եղելություն փորձեցինք սրա վրա կառուցել հայկական առաջին օծանելիքների արտադրությունը Հայաստանում։ Սկզբնական շրջանում եւ ինչու՞ չէ նաեւ հիմա մենք օգտվում ենք պրոֆեսիոնալ մասնագետների խորհուրդներով, չնայած ես ինքս ներկա պահին սովորում եմ օծանելիքի պատրաստման նրբությունները եւ երկու մեծ պրակտիկա եմ անցել Ֆրանսիայում, բայց սա այն ոլորտն է, որ ինչքան ուսումնասիրում ես, այնքանով հասկանում ես, որ շատ մեծ աշխարհ է եւ այն յուրացնել մի քանի տարում գրեթե անհնար է։ Մեր պարֆումերները, որոնց անվանում ենք քիթ, հրավիրում ենք Եվրոպայից եւ Արաբական Էմիրություններից, քանի որ ունենք օծանելիքի տարբեր շարքեր, արևելյան, արաբական, խիստ արաբական կամ խիստ արևելյան, եվրոպական, ունենք երկու օծանելիքագործներ, պարֆումերներ, որոնք ժամանելով Հայաստան ստանում են այդ հեղուկը եւ այնուհետեւ կատարվում բնականաբար մյուս աշխատանքները, դա սառեցում, շշալցում եւ փաթեթավորում։ Հավանաբար գիտեք, որ բոլոր օծանելիք ստեղծող, օծանելիք արտադրող կազմակերպությունները չեն արտադրում հումքեր։ Հումքերը դրանք ձեռք են բերում այլ գործարաններից եւ արդեն պարֆումերի անմիջական միջամտությամբ ստեղծվում է այդ բույրը եւ այդ օծանելիքը։ Մենք նույնպես ձեռք ենք բերում եվրոպական երկրներից մեր օծանելիքի հումքերը։ Պարֆումերները ժամանում են Հայաստան, ստանում ենք պահանջված այն բույրերը, այնուհետև ֆոկուս խմբերի միջոցով փորձում ենք հասկանալ ազգաբնակության որ տարիքն է հավանում այդ բույրերը եւ դրանք արդեն ուղարկում ենք արտադրության։ Տեսականի մեր մոտ շատ բազմազան է, ունենք ամենօրյա սեգմենտի օծանելիքներ, որոնք թվով ավելի քան 99 բույր, ունենք միջին սեգմենտ, ունենք բարձր սեգմենտ եւ ունենք նաեւ նիշային օծանելիքներ։ Բոլոր նախասիրությունների տեր անձնավորությունները վստահ կգտնեն այն բույրը, որը որ մենք ներկայացնում ենք։ Ունենք ծաղկային, սովային, ամառային շատ բույրերի տեսականներ։ Մենք ամեն տարի ամռանը ունենում ենք մեր summer collection-ը, որը որ լինում է հիմնականում ցիտրուսային, ամառային
fresh բույրեր, կցանկանայի առանձնացնել նիշային տեսականին, քանի որ իրականում ընտրվում է շատ մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում ընտրում ենք յուրատեսակ բաղադրություններ, դրանք կարող են լինել կաշվի, ամռայի, փայտերի, պաչուլի, խառնուրդը, որը որ այսօր շատ տրենդային է ամբողջ աշխարհում։ Սկզբնական շրջանում իրականում շատ տարօրինակ էր մեր ազգաբնակության մոտեցումը, որովհետև օծանելիք հայկական, դե բնականաբար բոլորս գիտենք, կոնյակ հայկական, օղին հայկական, գինիները, բայց չէր ընկալվում օծանելիքը եւ բավականին մեծ աշխատանք ենք տարել, որպեսզի մենք փորձենք մատուցել այն, ինչը որ գայում միշտ այսպեսի խոսք կա, հաճախ դառնում է գնելու երկրորդ օծանելիք։ Տնավական մեր նիշային դա է ժամհարյասի տեսականիով, տիգրան 1 տեսականի օծանելիքները եւ կանյով, երբ որ առաջին գործեցինք այնտեղ, վաճառողները պարզապես զարմացած են եւ ասում են, բայց հնարավոր է արդյոք հայկական օծանելիք մենք վաճառենք եւ առաջին ամսվա արդյունքում, երբ որ մենք զբաղեցրեցինք վաճառքի գծով ամենաառաջին տեղը, այնուհետեւ առաջին կամ երկրորդ, երրորդ տեղն ենք վաճառքի առումով, որովհետեւ գիտեք, արտասահմանում հայկական ամեն ինչ կարելի է գտնել, բայց ոչ օծանելիք։ Սա է պատճառը միգուցե եւ բնականաբար նաեւ վաճառողների, այսպես ասած, պրոֆեսիոնալ թիմը, որ կարողանում են հայկական օծանելիքները ներկայացնել օտարերկրացիների, որոնք գնելով այնուհետեւ Facebook կամ այլ սոցիալական հարթակներում բավականին դրական են արտահայտվում մեր մասին եւ դա պատճառ հանդիսացավ, որպեսզի մենք նաեւ eBay on-line հարթակում գրանցվենք եւ աշխարհի որ կետից ցանկանան կարող են on-line գնումը կատարել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեր օծանելիքը կառավարվի նրանց իսկ բնակարանները։ Ես ինքս ավելի քան 5 տարի օգտվում եմ մեր արտադրանքից, մեր տեսականից, թե ժամհարյան տեսականին, թե Տիգրան 1, ինչու՞ չէ նաեւ ամենօրյա օգտագործման սեգմենտում նաեւ նախընտրում եմ մի շարք բույրեր, որոնք ավելի թեթև եւ ոչ պարտադրող բույրեր են։ Մեր ապրանքատեսականի Երևանում ներկայացված է Մեգամոլում, Էրեբունի մոլում եւ Երևան մոլում։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես սիրով ուզում եմ տեղեկացնել, որ Save Invest հաշվապահական կենտրոնը ստեղծված է հեշտացնելու Հայաստանի Հանրապետության սահմաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց աշխատանքը։ Կենտրոնն առաջնորդվում է արևմտյան այն խոսքերով, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ, իսկ մնացածը ուղղակի հանձնի համապատասխան որակավորմամբ մասնագետներին։ Save Invest-ի որակավորված մասնագետներին հանձնելով ձեր հաշվապահական բանալին, դուք հնարավորություն եք ստանում ամբողջությամբ նվիրվել միայն ձեր աշխատանքին։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Save Invest հաշվապահական կենտրոնի հիմնադիր տնօրենը Սերգեյ Խաչատրյան։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ, շատ հիանալի, ուրախ տրամադրությամբ, քանի որ գտնվում այս գեղեցիկ տաղավարում ձեզ հետ միասին։ Շնորհակալ ենք շատ։ Մի փոքր պիտի խնդրեմ ներկայացնեք ընդհանրապես ընկերությունը, հա, ինչ գործունեություն է ավելի շատ ծավալում եւ ինչպես է արվում, որ երբեք հաճախորդը, որ հանձնում է ձեզ իր հաշվապահության բանալին, չունենա ոչ մի խնդիրներ եւ հանգիստ վարի իր բիզնեսը։ Մեր ընկերությունը հիմնականում ծառայություններ է մատուցում հաշվապահական ոլորտում, նաեւ իրավաբանական աջակցություն ունենք եւ մեր գործընկերների հետ մենք երկարատև տարիներ աշխատում ենք։ Մեր հիմնական մոտիվացիան այն է կայանում, որ մենք կարողանանք մեր գործընկերներին այնպես սպասարկել, որ նրանց բիզնեսը հաջողություն ունենա եւ իշա մեր պետության ավելի շատ հարկեր վճարի եւ հիմնական այդ մոտիվացիայով շարժվելով մենք կարողանում ենք այնպես անել, որ դժվարությունները պատվով հաղթահարել եւ երևի 11-ից ավելի լի է մենք ունենք գործընկերներ, որոնց որ սպասարկում ենք եւ ամեն անգամ որակը ավելի ենք փորձում բարձրացնել։ Որ հարցերով են ամենաշատը դիմում ձեզ։ Տեսեք, վերջին շրջաններում ավելի շատ ֆիզիկական անձինք են դիմում, գիտենք, որ անհատական եկամուտների հայտարարում կա Հայաստանում արդեն ներդրված, այդ հարցերով է մի շարք տարբեր խնդրահարույց իրավիճակներ առաջանում, իսկ իրավաբանական անձանց դեպքում, ովքեր որ բիզնես են ուզում սկսել, արդեն նախնական փուլում, թե ինչպես գրանցել ընկերությունը, ինչ հարկատեսակներ գոյություն ունեն, բնականաբար մենք մեր խորհրդատվությունը, որը անվճար խորհրդատվություն է, փորձում ենք հնարավորինս մատչելի եւ անվճար այդ ծառայությունները մատուցենք, որպեսզի կարողանա բիզնես սկսող անձը սպառիչ պատասխաններով որոշում կայացնի, թե ինչ ուղղվածությունով է շարունակելու։ Շատ լավ, եթե մարդը նոր է սկսում այդ ասպարեզում իր քայլերը, հա, ինչպես կարողանա ավելի գրագետ վարել այդ ամենը, որովհետև ցանկացած սխալ վրիպում կարող է բերել, չգիտեմ, անհաջողությունների։ Արդյոք ընկերությունը կարող է այդ ամբողջ ընթացքում սկզբից մինչև վերջ նախաձեռնել, այնուհետև շարունակել այդ ամենը։
Տեսեք, եթե անձը սկսում է բիզնես սկզբից եւ չի դիմում պրոֆեսիոնալ մասնագետների, շատ ճիշտ է հնարավոր է լինեն այնպիսի բացթողումներ, որոնք հետագայում դրանց վերականգնելը շատ դժվար լինի եւ արդեն հետևանքներ ունենա։ Դրա համար շատ կարեւոր է դիմեն պրոֆեսիոնալ մասնագետների կամ արդեն իսկ համալրված եւ փորձառու ընկերություններին։ Եվ այդ ընկերությունները կամ պրոֆեսիոնալ մասնագետները ձեռքը բռնելով նոր սկսած բիզնես իրականացնողների չեն թողի, որ նա կարող ինքնուրույնաբար խնդիրներ ստեղծել, որ հետագայում ավելի դժվար դրանք ուղղել կլինի։ Բնականաբար այստեղ պետք է դիմեն պրոֆեսիոնալ մասնագետների, սակայն ցավոք սրտի Հայաստանում ոչ բոլորն են պրոֆեսիոնալ մատուցում, ծառայություն են մատուցում եւ բիզնես իրականացնողը շատ ժամանակ պետք է աշխատի այդ անձի հետ, որ որոշ ժամանակ հետո հասկանա պրոֆեսիոնալ է թե չէ։ Այս խնդիրը ունենք Հայաստանում, որ պետք է աշխատեն, նոր հասկանան միանգամից աշխատանքի որակը գնահատել շատ դժվար կլինի։ Դրա համար պետք է երևի խորհրդատվությամբ դիմել արդեն մասնագետների, ովքեր որ փորձ ունեն ինչ-որ ընկերության հետ կամ մանավանդ աշխատանք կատարել։ Մեր իրականությունում վերջին նորություններից էր 10%-ը հարկվելու, այսինքն 5%-ը դարձավ 10%, որը մի մասի համար այսպես դժգոհությունների առիթ տվեց, մյուս մասը ասաց, որ շատ օքեյ է, որ մենք պետությանը կարողանանք մեր աշխատանքի մի մասը ներդնել, որպեսզի պետությունն էլ զարգանա։ Այս մասով հաշվապահական առումով ինչ որ ձևակերպումներ, խնդիրներ, ինչ որ դժվարություններ կան։ Ճիշտ եք ասում, այո, կան ոլորտներ, որտեղ որ ձեռնտու է եղել այդ փոփոխությունը, որովհետև ավելի նվազ հարկեր են վճարում, բայց կան ոլորտներ, որտեղ որ հարկային բեռը ավելացել է, այդ թվում օրինակ հենց հաշվապահական ընկերությունների համար։ Այո, հաշվապահական հաշվառումը իրեն հերթին արդեն ավելի է բարդացել, որովհետև կարծես թե իր ձևաչափը փոխել է այդ փոքր եւ միջին բիզնեսի համար, պետք է հաշվառումը լիներ բարձրացված տարբերակով։ Այնինչ այս փոփոխությունները բերել են նրան, որ այսօր հաշվառում վարելը փոքր միջին բիզնեսի համար ել ավելի բարդ է, քան խոշորների համար, որովհետև արդեն ծախսերի փաստաթղթավորում եւ այլն։ Բնականաբար մեր կյանքում շատ բաներ են փոխվել եւ կարելի է ասել վերջին տարիներին այս օրենսդրական փոփոխությունները միայն հաշվապահական ծառայությունների կյանքը ել ավելի են բարդացնում, որովհետև օրենսդրական պահանջները ավելանում են կամած եւ ստիպված հաշվապահները պետք է փորձեն պրոֆեսիոնալ իրենց ծառայությունների շրջանակներում միջև վերջ վարեն, որպեսզի հետագայում տնտեսվարողը հարկային տուգանքների առջև չկանգնի։ Շատ լավ, երբ որ դու նախաձեռնում ես ինչ-որ բիզնես, միշտ գաղափարը այնա, որ հնարավորինս քիչ շփվես խնդիրների հետ, հատկապես երբ որ գաղափար չունես հաշվապահությունից, հա, եւ մտածում ես, ինչպես անեմ, որպեսզի ես ավելի հեռու մնամ այդ ամենից, բայց նաեւ վստահելի եւ հանգիստ լինեմ, որ ամեն ինչ կլինի այնպես, որ վաղը միսօր ինչպես ասում են, ես չեմ կանգնի խնդիրների առաջ, հաշվապահության ոչ այնքան ճիշտ վարման պատճառով, հա։ Ինչպես են ձեր հաճախորդները գնահատում բոլոր այն աշխատանքները, որոնք արվում արդեն համագործակցության ջանքերով։ Ինչքանով են հանգիստ նրանք, որ դուք ամեն ինչ շատ ճիշտ կտանեք եւ նրանք ոչ մի խնդրի չեն հանդիպի։ Տեսեք Սուրեն ջան, ես կարող եմ ասել, որ մեր գործընկերները, ում հետ համագործակցում ենք, երևի թե երկար տարիների փորձն է, որ մեր հետ աշխատել են եւ վստահությունը տարեց տարի ավելացել է եւ մենք կարողացել ենք այնպես անել, որ մեր գործընկերները հանգիստ լինեն, անցել ենք բազմաթիվ ստուգումներ, հարկային հսկողություններ եւ այդ ամենի ընթացքում մենք կարողացել ենք ապացուցել, որ մեր աշխատանքը կատարվում է օրենսդրության շրջանակներում եւ չունենք որևիցե բացթողումներ, որոնք որ մեր արած աշխատանքի պատճառով կբերեն ֆինանսական խնդիրների մեր գործընկերների առջև, բայց դա միևնույն է մեր զգոնությունը չի թույլատնում եւ մենք շարունակում ենք մեր աշխատանքը, եթե ունենք գործընկեր, ենթադրենք 10 տարուց ավել համագործակցում ենք, միևնույն է մեր աշխատանքը մենք պետք է կատարենք նույն որակով, ինչը կատարել ենք 10 տարի առաջ եւ բնականաբար ել ավելի ավելացնելով։ Այսինքն ճանապարհը դժվարություններ, որ միասին անցել ենք, դա արդեն վստահություն է փոխանցում մեր գործընկերներին։ Եվ քանի որ սա այն կարևորագույն ոլորտներից է, որը բոլորիս առնչվում է, բոլորիս հետ կապ ունի, եւ ուրախությամբ տեղեկացնենք հեռուստադիտողներին, որ առաջիկա չորեքշաբթիներին մենք հատուկ էջ կունենանք հենց հաշվապահական ոլորտին անդրադարձ կլինի եւ հետաքրքիր է, քանի որ հենց դուք եք ներկայացնելու այդ ամբողջը, ինչ թեմաներ եք առանձնացրել մեր հեռուստադիտողների համար։ Փորձել ենք հնարավորինս արդիական թեմաներ առանձնացնել։ Այսօր գիտենք, որ Հայաստանում ներ է դրվել անհատական եկամուտների հայտարարումը եւ կարելի է ասել Հայաստանի Հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիները պետք է հայտարարում ներկայացնեն, անկախ նրանից եկամուտ ստացել են, այո, բնականաբար այս հարցը շատ արդիական է եւ կարծում եմ դեռ արժեվի տարիներին նույնպես արդիական կլինի եւ ունենք արդեն բիզնեսի սկսելու հետ կապված, ես օրինակ կարող եմ ասել, որ այսօր էլ հնարավորությունը օգտագործեն, որ բիզնեսը սկսելուց առաջ սկսնակները հիմնականում, հա, գնացում են իրավաբանական անց կամ հաշվառում են անաձեռնակատեր
որոշում են հաշվապահին կամ իրավաբանի դիմել այն ժամանակ, երբ որ արդեն եկամուտներ են ստանում։ Այնինչ պետք է դիմեն նախորոք, ստանալ խորհրդատվություն, որոշեն իսկ կազմակերպային իրավական տեսակ են ընտրելու, նոր հաշվառենաձը կամ գրանցեն իրավաբանական անձ։ Այդ խորհրդատվությունը թե ինչպես սկսել բիզնեսը նախապես, մենք ունենք կանխիկի սահմանափակումներ։ Այդ կանխիկի սահմանափակումները այսօր Հայաստանում խախտվում են հատկապես ֆիզիկական անձանց կողմից։ Իրավաբանական անձինք հաշվապահների կողմից ստանալով խորհրդատվություն ինչ որ չափով պահպանում են, բայց ֆիզիկական անձանց կողմից այդ խախտումները շարունակում են իրականացնել, իսկ հարկային պատասխանատվությունները պարտադիր չէ որ խախտմամբ այն արձանագրվեն։ Հնարավոր է անցնել որոշ ժամանակ եւ այդ խախտումը արձանագրվի։ Այս ամեններն են անդրադարձ կատարել, որոնք որ շատ կարեւոր են եւ ես կարծում եմ, որ հանրության մեջ կարևոր բացթողում ունենք իրազեկման մասով եւ իրազեկման մասով մեր ընկերությունը մասնավորապես բազմաթիվ հանրօգուտ աշխատանքներ է կատարել ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից դուրս եւ փորձել ենք հնարավորինս անվճար հիմունքներով իրազեկ բայել հանրությանը, թե ինչպիսի օրենսդրական փոփոխություններ կան, որոնք վերաբերել են ոչ թե միայն իրավաբանական անձանց, այլ թվում նաեւ ֆիզիկական անձանց։ Շատ լավ, այդ դեպքում եկեք հասկանանք ինչու պիտի հաճախորդը այսքան շատ ընկերություններից ընտրի ձեզ եւ գա եւ համագործակցի ձեզ հետ։ Ես կասեմ, որ մեր ընկերությունը միակը չէ, որ լավագույններից է, ես կարծում եմ մեր ընկերների մեջ շրջանակում կան մարդիկ, ովքեր որ լավ ընկերություններ ունեն եւ կարելի է ասել մենք համատեղ քայլերով առաջ ենք շարժվում, իսկ ինչու պետք է դիմեն Safe Invest-ին։ Տեսեք, Safe Invest ունի աշխատանքային դրագիր եւ կայունություն, այդ կայունությունը ինչու՞մն է կայանում։ Մենք գիտենք, որ վերջին շրջանում անկախ Հայաստանի տնտեսական իրավիճակներից մեծ ընկերություններ Հայաստանում ներգրավեցին եւ տնտեսական մեծ աճ եղավ, ինչը բերեց նոր բիզնեսների գրանցման եւ բնականաբար պետք է դիմեին հաշվապահական ընկերություններին։ Եվ մենք մեր ռեսուրսներով կարողացանք կայուն ձևով, ինչպես մեր հին հաճախորդներին, այդպես էլ նոր հաճախորդներին սպասարկել բարձր որակով եւ մենք այնպես չվարվեցինք մեր հին հաճախորդների հետ, որ կարծես թե նոր գործընկերներ ունենք, իրենց հետ այլևս պետք է վազ սպասարկենք կամ որակը իջացնենք։ Այսինքն կայունությունն է մեր կարևոր աշխատանքի մեջ, որ մենք կարողանում ենք մեր ռեսուրսների հաշվին կայուն աշխատանք կատարել եւ երբևիցե բիզնեսին անհանգստություն չպատճառենք։ Որակի մասին, գիտեք, որակի մասին խոսելը շատ կարող ենք խոսել, բայց դա պետք է աշխատեն որոշ ժամանակ եւ հասկանան թե ինչպիսի որակով, ինչպիսի մտահոգությամբ ենք մենք մոտենում։ Անձամբ ինքը շատ մեծ մտահոգության է մոտենում հատկապես ստարտափներին, որպեսզի նրանք կարողանան իրենց գաղափարները կյանքի կոչեն։ Ես կարծում եմ, որ նրանց ամեն մեկի բիզնեսի կետը կյանքի կոչվեց, ի նպաստ մեր պետությանն։ Բնականաբար այստեղ մեր անելիքը շատ է եւ մենք փորձում ենք միայն հաշվապահական ծառայություններով չսահմանափակվել, այլ կարողանանք խորհրդատվություն տալ, ունեք անձամբ ինքս, եթե ինչ-որ մեկը բիզնես գաղափար ունի, ես իրան հարցադրումներով փորձում եմ հուշել, թե արդյոք ինքը ուսումնասիրել աշխատաշուկայում ինչպիսի խնդիրներ կան կամ տարածքային ինչպիսի խնդիրներ կան, ուսումնասիրել է ամբողջությամբ բիզնեսի դժվարությունները եւ նոր սկսում է թե չէ, որովհետեւ միայն գաղափարը բավարար չէ։ Պետք է մի շարք գործոններ նույնպես հաշվի առնել, իսկ արդեն ես ինքս որպես մեր գործընկերների հետ աշխատելով, երկար տարիներով աշխատելով, փորձում եմ հուշելով նրանց բերել այդ խնդիրների շուրջը։ Հասանելիությունը հաճախորդի հետ, հա, 24 ժամյա է, այսինքն ինչու եմ սա ասում, որովհետև շատ անգամ երբ պահի տակ շատ արագ պետք է կապ հաշվապահի հետ, արդյոք ամեն րոպե կարող է հանգիստ լինել հաճախորդը, որ ինքը միշտ կապի մեջ է իր հաշվապահի հետ։ Տեսեք, այդ խնդիրը շատ արդիական է, որովհետև միայն բիզնեսին սպասարկելով աշխատանքային գրաֆիկի շրջանակներում 9-ից 6-ը, շաբաթը 5 օրյա, բավարար չէ եւ ունենք գործընկերներ, ովքեր որ արտահանումներ են կատարում, ներմուծումներ են կատարում եւ դա պահանջում է նաեւ շաբաթ կիրակի օրվա աշխատանքներ։ Բնականաբար մենք վաղուց արդեն այդ գործոնը ապահովել ենք մեզ մոտ եւ այն գործընկերները, ովքեր որ կիրակի օրը ունեն աշխատանքներ, բնականաբար մեր կողմից արդեն իսկ նախնական ձեռբերված պայմանավորության համաձայն պատշաճ մատուցում ենք այդ ամենը։ Օհո, եւ կազմակերպության մասին էլ մի փոքր, քանի աշխատող կա եւ առհասարակ հաճախորդ եւ հաշվապահ կապը ինչպես է պահվում եւ ինչ սխալներ կարող են հաճախորդները թույլ տալ, որոնք օրինակ կխոչընդոտեն ձեր աշխատանքին։ Այս մասով մի քիչ հուշենք, որպեսզի մարդիկ ավելի վստահեն եւ ավելի շատ կարողանան ձեզ թողնել տարածք աշխատելու համար, այդ դեպքում կարծում ավելի արդյունավետ կլինի ձեր աշխատանքը։ Տեսեք, մեզ մոտ աշխատողների թվականակը 30-ի շուրջ է արդեն եւ մենք միտում ունենք զարգացման։ Անցած տարի մենք բացեցինք մեր երկրորդ մասնաճյուղը եւ բնականաբար այդ գործընթացը շարունակելու ենք եւ մի քանի օր առաջ նշեցինք մեր ընկերության 25 տարին։ Տեսեք, մեր ընկերությունը գրանցվել է 2000 թվականին, այո, ես ինքս ընկերության աշխատակող եմ եղել 2009 թվականից 1 տարի հետո աշխատակազմի ղեկավար եւ որոշ տարիներ հետո ընկերությունը ամբողջությամբ ձեռք եմ բերել
Եվ կարելի է ասել, որ մեր ընկերությունը ես ինքս 15 տարուց ավել, այսինքն աշխատում եմ ընկերությունում, սկզբից աշխատակազմի ղեկավար, հետո հիմնադիր։ Այդ երկար տարիների ընթացքում մենք աշխատողի հոսունությունը հնարավորինս դանդաղեցրել ենք եւ մեզ մոտ արդեն կայուն ձեռագիր ունենք եւ գործընկերներին սպասարկումը մեզ մոտ չի իրականացում մեկ աշխատողի կողմից, առնվազն 2 աշխատող սպասարկում է գործընկերոջ անկախ դրանից փոքր գործ է թե մեծ գործ է եւ աշխատողի արձակուրդը լինելու իրավիճակում իրենց աշխատանքը կանգ չի առնում, այսինքն կայունությունը մեր գլխավոր կարելի ասել զենքերից մեկն է, որ մենք ապահովում ենք։ Իսկ դաշտի արագ փոփոխությանը, հա, որովհետև այսօր օրենսդրական դաշտը այս ոլորտում շատ արագ փոխվում են, ամեն օր նոր օրենքներ լինում, փոխվում են, շատ անգամ մտածում ես, որ այդ օրենքը չի գործում, բայց այդպես չէ, հետո մի օր անակնկալային իմանում ես, որ դու դա պիտի պահեր չես, փայ եւ այլն։ Այս փոփոխություններին ինչքանով է արագ թիմը կարողանում ծանոթանալ եւ տեղեկացնել նաեւ հաճախորդին։ Տեսեք, առաջ մի քանի տարի առաջ մենք օրենսդրական փոփոխություններին հետևում էինք, ենթադրենք ամիսը 1, բայց այսօր իրավիճակը պարտադրում է, որ դու հետևես օրենսդրական փոփոխություններին ամեն օր։ Այդ աշխատանքը կատարում են մեզ մոտ փորձագետ որակավորված հաշվապահները իմ գլխավորությամբ, այսինքն մենք ունենք հստակ ձեռագիր շաբաթական եւ օրական հետևել օրենսդրական փոփոխություններին եւ նույնիսկ նախագծի փուլում մենք մեր գործընկերներին արդեն տեղեկացնում ենք, որ կա նախագիծ, ենթադրենք 6 ամիս հետո կատարվելու է հարկային դաշտի փոփոխություններ կամ նոր դրույքաչափեր են սահմանվելու եւ այլն։ Այդ փոփոխությունների մասին նախապես իրազեկում ենք։ Դրանից առաջ թիմային քննարկում է կատարվում, վեր են կազմում բոլոր խնդիրները, եթե կան օրենսդրական երկիմաստ մտքեր կամ դեռևս նախագիծը հնարավորինս լավ լրամշակված չի, կատարում ենք ինքներս քայլեր, գրություններ են գրում հարկային մարմիններին, կառավարությանը, նույնիսկ մեր ընկերությունը արդեն վերջի 2 տարին մեծ տեմպով առաջարկներ է կատարում կառավարությանը կատարել հարկային օրենսդրության փոփոխություններ, ունենք բնականաբար հաջողություններ եւ մեր նախաձեռնությամբ լսելով տնտեսվարողի մոտ խնդիրները տեղափոխում ենք կառավարության օրակարգ եւ կատարվում են հարկային օրենսդրության փոփոխություններ։ Այո, մեր ձեռագիրը նաեւ դրանում է արդեն կարելի ասել բարելավել, բայց ունենք շատ անելիքներ։ Եվ քանի որ բիզնես ստարտափերից խոսեցինք ու դուք էլ շատ այսպես ամեն առումով թեմայի մեջ եք, ինձ հետաքրքիր է մեր երկիրը ստարտափի համար լավագույն երկրների ցանկում կդասեք դուք անձամբ հնարավորությունների առումով բնականաբար։ Տեսեք, նա ինչ ոլորտ է, բայց մենք գիտենք, որ Հայաստանը սահմանափակ է եւ ինչ բիզնես էլ որ մենք մտածենք, եթե ինքը միտված է արտադրության օրինակ, պետք է այնպես կառուցել բիզնեսը, որ հետագայում դրա ավելացման հետ մեկտեղ ինքը միտված լինի արտահանմանը եւ արտահանումը կախված չլինի միայն մի երկրից, որը որ կարող է հետագայում մեծ խնդիրների առաջ կանգնեցնել։ Ես ունեմ օրինակներ, որ բիզնեսը սկսել է եւ արտահանումը կախված է մի երկրից եւ չի կարողանում այլ երկրներ պարզապես հնարավորություն չունի այլ երկրներ տեղափոխելու եւ դա մեծ խնդիրների առաջ է կանգնեցնում։ Ոստի բիզնեսը սկսելուց առաջ պետք է հնարավորինս հեռուն նայել արդյոք արտահանման միտում ունի թե չէ։ Եթե մենակ բավարարվենք Հայաստանի պայմաններով, որոշակի ոլորտներ հնարավոր են, որ իրանք մեծ շահութաբերություն ապահովեն, բայց կան հիմնական ոլորտները պետք է միտված լինեն արտահանմանը, որովհետև եթե ներմուծում վաճառք կատարենք, այդտեղ ունենք սահմանափակում եւ դա ամենապարզ եւ հեշտ ձեռագիրն է կարելի ասել։ Դժվար գործընթաց է արտադրություն իրականացնել եւ արտահանել։ Ով որ ընկերությունները կարողանան այդ գործընթացն իրականացնել, իրանք ել ավելի շահ եւ պետությանը օգուտ կբերեն։ Շատ լավ, եւ եթե մոնիտորինգ անենք, ինչքան հաճախորդ ունեք այսօր, քանի ընկերություն կազմակերպություն է վստահում ձեզ իրենց հաշվապահությունը։ Ես թվականակ չեմ ուզում այս բանը նշել, տեսեք 200 գործընկերությունից ավել է, բայց ես ուրիշ բան կարող եմ ասել 2019 թվականից, որ 2019-18 թվականից, որ ես ընկերության հիմնադիր դարձա ամբողջությամբ բաժնի տոմսեր ինձ անցան, մինչ այդ ինչ-որ մասնաբաժիններ, մենք այդ ժամանակահատվածից հետո կարողացանք ընդամենը 2 տարի հետո մեր ընկերության աշխատավարձի ֆոնդը կազմեց 2 տարի առաջվա շրջանառության չափ։ Այսինքն մենք կարողացանք ֆոնդը բարձրացնել աշխատավարձի ֆոնդը։ Այսօր մի քանի անգամ մեր աշխատավարձի ֆոնդը բարձրացել է եւ դա իմ համար մեծ մոտիվացիա է, որ կարողանամ ավելի շատ մեծ տեմպերով առաջ շարժվել։ Գնամ հաշվապահություն սովորեմ։ Արի վստահ ենք ուղղակի։ Շատ լավ, իսկ նրանք ովքեր ուզում են այս դաշտ մտնել, հա, արդյոք ընկերությունը ունի, հա, իր մոտ աճացնելու, սովորացնելու, այնուհետև լավ կադրերին պահելու արդեն որպես աշխատողներ։ Տեսեք, այո, բնականաբար հենց մեր ընկերությունն է հանդիսանում կամուրջ, մեր ընկերության նման ընկերություններ են հանդիսանում կամուրջ, սկսնակ կադրերին դարձնել մասնագետ եւ բաց թողել աշխատաշուկա, կարելի ասել, որովհետեւ մեզ մոտ պրոֆեսիոնալ մասնագետների հետ միասին համատեղ աշխատանք կատարելով
ոլորտները շատ զանազան լինելով եւ մեր կողմից ինտենսիվ սեմինարներին մասնակցելով նրանք կարողանում են աճել եւ մենք ունենք կադրեր, ովքեր որ 10 տարուց ավել են մեզ մոտ աշխատում, 5 տարի են աշխատում, կան կադրեր, որոնք որ 1-2 տարի հետո արդեն իրենք գտնում են իրենց այլ աշխատավայրում։ Բնականաբար հենց մեր ընկերության առաքելություններից մեկը կայանում է դրանում, որ մենք կարողանանք սկսնակ կադրերի համար ճանապարհ ուղղորդենք դեպի աշխատաշուկա եւ մենք ինքներս ունենք արդեն դասընթացների իրականացման գործընթաց։ Ես ինքս էլ դասախոսություն եմ կարդացել պետական համակարգություններում եւ մասնավոր հատվածում։ Մեր նպատակը նաեւ դրանում է կանում, որ մենք սկսնակների համար ճանապարհ հարթենք։ Շատ լավ, ուզում ենք ձեզ նվիրել Իջևանի Սարգոն, սպիտակ չոր գինին, որպեսզի ամեն հաղթանակ որը համոզված եմ, որ յուրաքանչյուր օր է գրանցվում ընկերությունում, նշվի հենց այս գինու հետ միասին եւ ոգևորի ել ավելի նոր բարձունքներ գրավելու համար։ Եվ իհարկե նաև ուզում եմ ձեզ նվիրել բացիկ, որը արև բացիկներն են, էմոցիաներ են փոխանցում, այստեղ խոսքերը հետեւյալն են. հերվից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ, որպես կյանքից չքնախ երազ եւ մի փոքր բառը փոխեմ։ Հաշվապահին պետք է հերվից նայել, կարելի եթե շատ մոտենաս։ Շատ խոսքը արեգակի մասին է, բայց դուք փոխեք հաշվապահին։ Հոգաչափ շնորհակալ եմ, ես ալկոհոլային խմիչքներից հիմնականում նախընտրում եմ հենց գինին, բնականաբար մեծ հաճույքով կխմեմ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն Ձեզ ձեզ։ եւս։ Ես մեկ անգամ հիշեցնեմ սիրելի հեռուստադիտողներ, եթե հաշվապահական կենտրոն եք փնտրում, որտեղ կլինեք ապահով ձեռքերում, ապա կարող եք դիմել Save Invest-ին եւ իրենք կկազմակերպեն ձեր բոլոր հարցերի լուծումները, ու դուք հանգիստ ձեզ համար կապրեք։ Իսկ մեր եթերում հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Բարի վերադարձ, առաջին ծրագիր շատ այսպես երաժշտական եւ փառատոնային եթերի սկիզբ ունեցանք եւ ավարտեցինք ավելի կարեւոր լուրջ թեմայով, խոսեցինք հաշվապահության մասին, ինչը կարծում եմ բոլորիս է այսօր առնչվում եւ իսկապես պրոֆեսիոնալ մասնագետներին դիմելը եւ ապահով ձեռքերում լինել այս առումով շատ կարեւոր է։ Այո, եւ իհարկե չմոռանանք օրը ավարտել նաեւ լավ տրամադրության բրիզի հետ միասին, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, Ռոզե Փրփրուն գինին, որը համոզված եմ միշտ լինելու է ձեզ հետ որպես լավ տրամադրության ընկեր։ Եվ գինու հետ էլ առանձնացրեք պանիների լայն տեսականի, որը առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Այս ընկերությունը առաջարկում է նաեւ անարատ կաթից պատրաստված կատնամթերք։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Զգացեք էմոցիաներն ու տրամադրությունը, արև բացիկներում սրտեր, որոնք իհարկե համոզված եմ շատ սիրելիներին կարող են տալ հենց այն կարևոր խոսքերը։ Այս սրտերը հարցրեք Տերյան մշակութային կենտրոնում, Կայզեր սուպերմարկետում, քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Master Right-ն էլ barber shop է, որտեղ կարող եք գնալ, կարգի բերել ձեզ եւ իհարկե պրոֆեսիոնալ բարբերները պատրաստ են յուրաքանչյուր պահի ձեզ ընդունել։ Իսկ ոչային եւ տարբերվող կլինեք Daphne խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ամառային նոր տեսականուց ձեր նախընտրելի լուքերը։ Դե այսօրվա առավոտն էլ ստացվեց մեզ մոտ եւ իհարկե ձեր օգնությամբ, այնպես որ հյուրաշատ էր, հետաքրքիր եւ ռիթմերով լի։ Դե չմոռանանք վերջում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։